Գոյամարտ հեռուստասերիալում իրադարձությունները մտնում են իսկապես անկանխատեսելի ու հուզական ամենաբարձր փուլ։ Այնինչ թվում էր առանձին գծերով զարգացող պատմություններ, սկսում է մի կետում հատվել, և այդ կետը հիվանդանոցն է։ Դավիթի հիվանդանոց տեղափոխվելն արդեն իսկ ծանր հարված էր ընտանիքի համար, նրա այրված ձեռքերը ոչ միայն ֆիզիկական ցավ, այլ նաև խորհրդանիշ են ընտանիքի գոյամարտի։ Բայց հենց այդ լարված պահին ճակատագիրը նոր շրջադարձ է պատրաստում։ Ավոյի երկրորդ կինը՝ Սյուզին, զանգահարում է նրան խուճապահար ձայնով. երեխան ընկել է, վնասել է ձեռքը, շտապ պետք է գա։ Այդ տեսարանն ինքնին խորհրդանշական է՝ մի կյանքում օրինական ընտանիք, Էռնա, հարգանքի դիմակ, մյուս կյանքում Սյուզի ու իրենց դուստրը, և հենց այս երկակի կյանքի ճեղքերն են, որ սկսում են բացահայտվել։ Պապը Դավիթի սենյակից դուրս գալուց տեսնում է մի տեսարան, որը բառացիորեն քարացնում է նրան։ Ավոն, կրկին փոքրիկ աղջնակն, իսկ հետևից վազում է Սյուզին։ Այդ պահը մի քանի վայրկյան է, բայց թվում է տարիների ցավ է խտացած այդ հայացքի մեջ։ Պապը ճանաչում է Ավոյին, չի կարող չճանաչել, տարիներ են անցել, բայց հայրական աչքը երբեք չի մոռանում որդուն։ Նա վերադառնում է Դավիթի սենյակ ու ասում, որ նա էն չեղած Ավոյին է տեսել։ Այդ խոսքերը սերիալի ամենաուժեղ պահերից մեկն են։ Դավիթն այրվածքներով, ցավերի մեջ լսում է անունը, որը իրենց կյանքի ամենամեծ ողբերգության հետ է կապված, անուն, որը տարիներ շարունակ հնչել է միայն մեղադրանքի ու լռության մեջ։ Հետո հրապարակված կադրերից պարզ է դառնում, որ պապի ինքնազգացողությունը վատանում է։ Դա միայն ֆիզիկական թուլություն չէ, դա տարիների կուտակված ցավի պայթյունն է։ Մարդ, ով կորցրել է որդուն, բաժանվել մյուսից, տարիներ շարունակ փնտրել թոռանը, հիմա հանկարծ կանգնած է անցյալի ողջ ծանրության առաջ։ Եվ ահա ամենահուզիչ տեսարանը՝ պապը հանդիպում է իր թոռանը, փոքրիկ աղջկան, ով ոչ մի մեղք չունի մեծերի սխալների մեջ։ Նա գրկելու է նրան, այդ գրկախառնությունը կարծես հաշտության փորձ է կյանքի հետ։ Թոռան աչքերում նա տեսնելու է շարունակություն, արյունակցական կապ, որը ոչ ոք չի կարող կտրել։ Սյուզին հավանաբար շփոթվելու է, հետո հասկանալու է, որ այս մարդը պարզապես պատահական անցորդ չէ։ Նա ծանոթանալու է պապի, Դավիթի ու նրա ընտանիքի հետ։ Այդ ծանոթությունը շատ ավելի մեծ հետևանքներ կարող է ունենալ, քան թվում է առաջին հայացքից։ Եթե Սյուզին իմանա, թե ով է կանգնած իր դիմաց, նա կհասկանա նաև, թե ինչ աշխարհում է մեծանում իր երեխան։ Նշենք, որ հետագա հրապարակված կադրերից ու տեսանյութերից պարզ է դառնում, որ Սյուզին գալիս է Դավիթ պապի տուն։ Սա նշանակում է, որ Դավիթ պապն ընդունում է Ավոյի կնոջն ու երեխային, չնայած որ Ավոյին չի ընդունում։ Սա նշանակում է, որ նրանց կյանքը երկրորդ շրջան է ապրելու։ Այս ամբողջ զարգացումն Ավոյի համար դառնում է վտանգավոր շրջադարձ։ Նրա երկակի կյանքն այլևս վտանգված է ոչ միայն Էռնայի կողմից, այլ նաև անցյալի կողմից։ Եթե պապը սկսի կապել թելերը երեխա, Սյուզի, հիվանդանոց, Ավոյի ներկայության, ապա գաղտնիքը երկար չի դիմանա։ Սերիալն այս փուլում մտնում է բարոյական բախումների դաշտ։ Կկարողանա պապը դիմանալ այս հուզական ցնցմանը, կպատմի նա Դավիթին ամբողջը, կհասնի ճշմարտությունն Էռնային, և ամենակարևորը, արդյոք Ավոն կփորձի կրկին փախչել, թե առաջին անգամ կկանգնի իր արարքների առաջ։ Գոյամարտն հենց այսպիսի պահերով է դառնում իսկապես ուժեղ, երբ բռնցքամարտի ռինգից դուրս սկսվում է իրական պայքարը ընտանիքի, արյան, մեղքի ու ներման միջև։ Առջևում անկասկած ամենահուզիչ ու ճակատագրական սցենաներն են, և թվում է պատմությունը նոր է սկսվում, բացել իր ամենացավոտ տեղերը։ Դե ինչ, իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ գաղտնիքներ, ապա միացեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում տեղի ունեցող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Ամենահետաքրքիրը հեռուստասերիալում դեռ առջևում է։ Ինչպես պարզ է դառնալու հետագա սերիաներից, հեռուստասերիալում կան շատ գաղտնիքներ, որոնցից տեղյակ չեն նույնիսկ հեռուստադիտողներն ու ժամանակի ընթացքում այդ գաղտնիքները բացահայտվելու են։ 4 երեխա, որ թողեց Ռաֆն ու մահացավ։ Իհարկե, թե ինչու մահացավ, արդեն հեռուստադիտողներին պարզ է։ 4-ից 3-ը մեծացան պապի խնամքի ներքո, 2-ը տղաներ, 1-ը աղջիկ։ Տղաները բարոյական բարձր չափանիշներով օժտված, իսկ աղջիկը մի փոքր սեթևեթանքով։
Արդյոք մանանն իսկապես այնպիսին է, ինչպիսին է իրեն ներկայացնում է, թե դա դիմակ է, որը ինքնապաշտպանական է։ Հնարավոր է, որ աղջիկ երեխան մեծանալով տղամարդկանց շրջապատում իրեն փորձում է նման կերպ դրսևորվել, բայց նա այն չէ, ինչ ցուցադրում է իրեն։ Չէ՞ որ վերջին սերիայից պարզ դարձավ, որ նա պայքարում է եղբոր Ռինգ դուրս գալու համար, և սա նշանակում է, որ նա նվիրված է ընտանիքին, ուղղակի նա այդպես է անում, փորձելով դուրս գալ տղամարդկանց ազդեցության տակից։ Դե ինչ, եթե դուք էլ ունեք նույն կարծիքը, ապա այդ մասին անպայման գրեք այս տեսանյութի մեկնաբանություններ բաժնում։ Գրեք նաև, թե այս սերիալում որ կերպարին ու որ դերասանին եք հասցրել սիրել և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Իսկ մենք ձեզ համար կպատրաստենք հետաքրքիր ու նոր տեսանյութեր, որոնց միջոցով կպատմենք, թե ինչ սպասել հետագա սերիաներում և բացահայտել շատ հետաքրքիր գաղտնիքներ։